Թուրքիայում բնական աղետները չեն դադարում բնակիչներին սարսափի մեջ պահել։ Լեռնային շրջանում գիշերվա ընթացքում տեղի ունեցած ուժգին ստորգետնյա ձայները խուճապ են առաջացրել Թուրքիայի բնակիչների շրջանում։ Անկարայում գիշերվա ժամերին Թուրքիայի արևելյան լեռնային շրջանների մի շարք համայնքներ զեկույցել են անսովոր ու ուժգին ստորգետնյա դղրդումների մասին, որոնք շարունակվել են մոտ 3 ժամ։ Դրանք լսվել են հատկապես սահմանամերձ փոքր գյուղերում, ինչի պատճառով բնակիչները դուրս են եկել տներից, մտածելով, որ սպասվում է ուժգին երկրաշարժ։ Տեղացիների խոսքով ձայները սկսվել են մոտ 1:30-ին եւ պարբերաբար կրկնվել են մինչեւ լուսաբաց։ Բնակիչները պատմում են, որ հողի տակից արձագանքող դղրդյուններն այնքան ուժեղ էին, որ որոշ տներում թեթև ճեղքեր են առաջացրել պատերի վրա։ Տարածքի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ առայժմ չի գրանցվել որևէ պաշտոնական երկրաշարժ, սակայն մասնագետները փնտրում են ստորգետնյա փորվածքների, քարայրային կրակատներ կամ գազի արտահոսքի հավանական պատճառներ։ Տարածքում ուժեղացված ռեժիմով աշխատում են փրկարարական խմբեր եւ սեյսմոլոգներ։ Նախնական գնահատականներով վտանգն այս պահին չկա, սակայն բնակիչներին հորդորել են զգոն մնալ մինչեւ ուսումնասիրությունների ավարտը։ Հաճախակի նմանատիպ անհասկանալի ստորգետնյա ձայները նախկինում եւս արձանագրվել են նույն շրջանում, սակայն դրանց ճշգրիտ պատճառը մինչեւ այժմ չի հայտնաբերվել։